2026-ի ընտրությունները կարևոր են խաղաղության համար։ Փաշինյանն է ասել Ֆրանսիայում նորից առաջ տանելով իր թեզը, թե եկող տարի Հայաստանի քաղաքացիներն ընտրելու են խաղաղության ու պատերազմի միջև։ Փարիզի խաղաղության 8-րդ ֆորումին է վարչապետը խոսել հայ-ադրբեջանական իր բառերով ձևավորված խաղաղությունից ու այն անվանել պատմական փոփոխություն։ Ունենք խաղաղություն եւ դա իրականություն է։ Սա պատմական փոփոխություն է ոչ միայն Ադրբեջանի հետ մեր երկկողմ հարաբերություններում, այլ նաեւ մեր տարածաշրջանի համար ընդհանուր առմամբ։ Հակառակ հաճախ հնչող քննադատություններին, թե Թրամփի ճանապարհը միայն Ադրբեջանին է ձեռնտու, Փաշինյանը կարծում է, թրիփը ոչ միայն Ադրբեջանի, այլև Հայաստանի համար է կարևոր։ Նաև հույս ունի Թուրքիայի հետ կարգավորման գործընթացում դրական զարգացումներ կլինեն։ Ես կարծում եմ, որ մենք հասնում ենք մի հանգրվանի, որտեղ կունենանք լիարժեք դիվանագիտական հարաբերություններ, բաց սահմաններ, տնտեսական եւ քաղաքական համագործակցություն։ Սահմանադրությունը փոխելու Ադրբեջանի պահանջին էլ է անդրադարձել Փաշինյանը։ Ըստ նրա, 2024-ին Հայաստանի սահմանադրական դատարանը որոշեց, որ որևէ տարածքային պահանջ Հայաստանի սահմանադրությունը չի պարունակում որևէ հարևանի նկատմամբ։ Ավելին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստում բազմաթիվ դրույթներ կան այն մասին, որ կողմերը չունեն տարածքային պահանջներ միմյանց նկատմամբ եւ պարտավորվում են այդպիսի պահանջներ չներկայացնել ապագայում։ Բոլոր այդ թեմաները փակելու եւ լուծելու համար ընդհանրապես անհրաժեշտ է ստորագրել եւ վավերացնել խաղաղության պայմանագիրը եւ դրանից հետո այն ձեռք կբերի բարձրագույն իրավաբանական ուժ եւ այլ մեկնաբանությունների առիթ չի լինի։ Տարածաշրջանային նշանակության հարցեր է քննարկել Փաշինյանը Ֆրանսիայի նախագահի հետ։ Ըստ կառավարության հաղորդագրության Մակրոնը եւս մեկ անգամ շնորհավորել է Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման առիթով եւ շեշտել Ֆրանսիայի անվերապահ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու խաղաղության ամրապնդմանը։ Ֆորումի ընթացքում Փաշինյանը հանդիպել է նաև Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի եւ Բելգիայի թագավորության ներկայացուցիչների պալատի նախագահի հետ, ապա Ելիսեյան պալատում մասնակցել պաշտոնական ընթրիքի։ Այս տարի Փարիզի խաղաղության ֆորումը համախմբել է մոտ 30 երկրի ղեկավարի։ Հիմնական քննարկման թեման գլոբալ խաղաղությունն է ու համագործակցությունը։ Իսկ գործնականում ինչ են տալիս նմանատիպ ֆորումները։ Միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանի խոսքով, դրանք ավելի շատ խորհրդանշական միջոցառումներ են եւ մեծ հաշվով ոչ մի հարց չեն լուծում։ Ավելին, երբեմն դրանց անմիջապես հաջորդում են ռազմական գործողություններ։ Ամենաթարմ օրինակը 2 շաբաթ առաջ կայացած Շարմ էլ-Շեյխի խաղաղության համաժողովն էր։ Գազայում այդպես եղավ, բնականաբար մյուս կոնֆերանսների ժամանակ էլ է նույն բանը լինում։ Այսինքն այդտեղ ուղղակի ընդունված ձևն է այդպես, որ բոլորը բարի դեմքով պիտի խոսեն խաղաղության կարևորության մասին, որ մարդիկ այլևս չզոհվեն, բայց իրական կյանքում նրանց դարած քաղաքականությունը ամեն օր նոր ավելի շատ զոհերի է հանգեցնում ողջ աշխարհում։ Իսկ ինչու են հատկապես վերջին շրջանում շատ խոսում խաղաղության մասին։ Բալասանյանը կարծում է, այդ անվան տակ փորձ է արվում առաջ տանել այն մեգանախագծերը, որոնք հնարավոր չէին իրականացնել վերջին 100-ամյակներին։ Խոսքը եւ մեր տարածաշրջանում, այսպես ասած, Տրամփի մայրուղու մասին է եւ այլ տարածաշրջաններում եւս։ Հիմա սա ներկայացում է իբրև քայլ, որ կբերի խաղաղություն տարածաշրջանի։ Այս հայտարարությունները եւ այդ խաղաղություն բառը ըստ էության ընկալելի են տեղի ժողովուրդների համար եւ նրանք այլևս չեն մտածում այն հետևանքների մասին, որոնք կարող են հանգել այդ ծրագրերն իրականացնելու համար։ Ըստ փորձագետի, բոլորը այդ խաղաղությունից ակնկալում են այն, ինչ պետք է իրենց։ Փաշինյանը քվե 2026-ի ընտրություններում, Ադրբեջանն ու Թուրքիան իրենց հարմար ճանապարհ, Թրամփը մեծ գործարք, բիզնես շահեր ու խաղաղության Նոբելյան մրցանակ։ Մերի Դանիելյան, Free Open Media։